Չորեքշաբթի օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսների կազմակերպած հավաքի ժամանակ սրտի ինֆարկտից հիվանդանոց տեղափոխվեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես Բաղալյանը։ Մենք այժմ հիվանդանոցում ենք դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Տեր մի հայտնի տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է օպերային թատրոնի փոխտնօրենը քաղաքացիներին ձեռքով նշանանում, որպեսզի բացեն մայրտաճարի դարպասները եւ ներխուժեն եկեղեցի։ Դուք այդ պահին իր կողքին էիք, ինչ էր կատարվում։ Զանգակատան տակն էի գտնվում մայրտաճարի, երկու կողմից իրավապահ մարմիններ կային, ոստիկաններ, ուժայիններ կային, որոնք պահում էին երկու կողմից պատ, կենտրոնը ազատ էր, աջ կողմում գտնվում էին Վեհափար Հայրապետին աջակցողները, մոտ երևի 2000 մարդ կլիներ, ձախ կողմում ոստիկանական պատի հետևում գտնվում էր մոտ 150 հոգանոց մի խմբակ, հավանաբար Ստեփան Ասատրյանի, Արամայիս Թոխմասյանի եւ Տիրադավ 10 եպիսկոպոսների աջակիցներն էին, բայց մի մասը հավանաբար նաեւ ուժային կառույցի ներկայացուցիչներ էին, ոստիկանները այդ երկու պատը պահում էին զանգակատան եւ աջ եւ ձախ կողմում։ Ընթացքում տեսա տեղաշարժ գալիս, մարդկանց խումբ է գալիս, ոստիկանների ուղեկցությամբ, Ստեփան Ասատրյանն էր, Արամայիս Թոխմասյանը, Վարդանը եւ մի խումբ, որոնց ուղեկցում էին ուժային կառույցների աշխատակիցներ, իրենք եկան այդ իրավապահ մարմիններին սկսեցին հրմշտել հետևից, այս ոստիկանները, որոնք իրենց ծառայությունն էին իրականացնում, փորձում էին պատը պահել, բայց Ստեփան Ասատրյանին ուղեկցող այդ ուժայինները շատ կոպիտ ձևով այդ ոստիկաններին հրում էին, իրենք էլ մի մասը համազգեստով էին, մի մասը առանց համազգեստի, բայց ուղղակի այդ հատվածը իրանք ներսում եղողներին սկսեցին, ովքեր Վեհափարի աջակիցներն էին զանգակատան տակը, դուրս հանել, այդտեղ Տեր Փառենը կար, ինձ ասում էր դու ես կմնամ այս մասը, ասի չէ Տերայր, ես կմնամ, Տերայրին խնդրեցի, որ ես մնամ իր հատվածում, որտեղ մտավախություն ունեի, որ այդ մասից ճեղքում կլինի։ Ընթացքում կանանց աղջիկներին դուրս անեցի այդտեղից, ոստիկաններին ասի խնդրում եմ կանանց աղջիկին տեղ տվեք, թող դուրս գան աջ կողմը կոնե, որտեղ ամբողջ այդտեղ հավաքվում էր ու հայոյում էին իրենք, հայոյում էին ու ալկոհոլի հոտ էր գալիս իրենց վրայից, հավանաբար մեծ մասը խմած էին, այդ ուժայինները ճեղքումից հետո մենք հասկացանք, որ այդ խմած ամբողջը, որին ղեկավարում էին երկու հոգի, սենց բացի են կարգալույց հոգևորականներից, մեկը Սաֆյան Տավրոսն էր, Թալինի քաղաքապետը, իրեն ուղեկցում էին քաղաքապետանի հավանաբար կոմունալ աշխատողներն էին, այդ աղբահանության աշխատակիցներն էին սենց իր շուրջը, որտեվ ինչ ասում էր, սենց գլուխները կախանում էին։ Արձանագրել եք, ովքեր էին հրահրում բախումներ։ Այդտեղ մի հոգի կար Կարենը Պետրոսյան, Գյումրեցի, տնտեսագիտականի, հատուկ ոստիկանները ոնց որ թույլ չէին տալիս իրան ինձ մոտենար, ինքը ասենց ագրեսիվ ուզում էր ինձ մոտենար, բայց ոստիկանները չթողեցին, այդտեղ կանգնած, արդեն մերոնցից մարդիկ չկային, բա Վեհափարի հետ դու ես գնալու բան, ասում եմ լսի ուրախ կլնեմ էլի Վեհափարի հետ ցանկացած տեղ գնալու, էլի, հեչ մի անհանգստացի բան, այնտեղ ագրեսիվ կերպով մի Դանիել անունով մեկը կա, նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժման ագրեսիվ անդամներից, գիտեմ հոգեկան խնդիրներով տղա է, ժամանակին նաև հոգեկան խնդիրների հետ կապված բանակից է ազատվել, էլ հոգեկան տենց Դանիել անունը, այս Դանիելը ուզում էր ինձ մոտենար ագրեսիվ ձևով, ուղղակի հասկացա տենց հարվածելու նպատակով, բայց չկարողացավ, ոստիկանները պահեցին մոտ 1.5 մետր տարածություն կար արանքում, ընթացքում տեսա մի հասակով մարդ բարձրացել է կաթողիկոսի տապանակարի վրա ու ձեռքով խմբին ասում է հարվածեք, բացեք։ Էդի օպերայի, այդ բալետի թատրոնի փոխտնօրենն էր Դուրգարյանը, ուղղակի աբսուրդ էր իմ համար, բարձրացել եմ, ասում եմ հարգելիս, հո դուք անասուն չեք, ոտերով բարձրացել եք կաթողիկոսի շիրմի վրա էլի, ուղղակի սենց ձերքս երկացի ուսից ասի խնդրում եմ իջի ցած ասենք կաթողիկոսի գերեզմանին ես սենց իրան, բայց արդեն այդ դռանը որ հարվածեցին, այդ պահին որ իրեն իջեցնում էի, իմ մոտ ասենք արդեն սենց շատ էի բարկացել, այդ հատվածը մենք որ դուրը փակալնում սովորաբար մոտենում համբյուրում ենք, պատը համբյուրում ենք, նոր ենք իրանց էս
ու արկաոլի հոտ էր, ամբողջ տակը իրանց տենց որ հևում էին դեմքիդ, ամբողը ուղակի հարբած ամբող էր, այն Վարդանանցի են փղերի են հարբած փղերի նման, մի ամբող էր անգիտակից, աչքերը անակալած, սենց վիրավորական արտահայտություններով, ու իրան այդտեղից որ իջեցրի, դուռները բացվեց, իրանք ուզում էին ներխուժեին մայր տաճար, բայց որ տեսան դռան մուտքին տղամարդիկ են կանգնած, վախեցան, սենց ուղակի սփռտնեցին, այդ խմացությունը ոնց որ թողեց իրանց ու շրջվեցին ու հետ այնտեղ ոստիկանները, որ այդ պատը ճեղքել էին, երևի իրենց հանձնարարական կար, որ զգուշեղեք Արամայիսին կամ Ստեփանին բան չպատահի, ուղղակի իրանց գրկած դուրս բերեցին, այդտեղից որ հանգարց ներսից դուրս եկողները իրանց ինչ-որ վնաս չտան, որտեղ ինձ թված այդպես հատուկ հրանք կա, իրենց շատ զգուշ պահելու, այնտեղ որ անլուրջ էր եւ սթափ չէր վիճակը, մնաց գերեզմանակարի վրա այդ պահին, մենակ Տավրոսն էր, ինքը ուղղակի անջատված վիճակում էր, չգիտեմ, ինքը ուղղակի հայր սուրբերից մեկը իրան ասում էր ցածի, այդտեղից ասում էր դու ինձ պիտի ասես ցածի չտեմ։ Տեր հայր, այս ընթացքում իրավապահ մարմիններ այցելել են ձեզ, փորձել են հասկանալ դեպքը ինչպես է տեղի ունեցել եւ դուք պատրաստվում եք հաղորդում ներկայացնել։ Չէ, ես հաղորդում ներկայացնելու տենց խնդիր չունեմ։ Իմ համար ասենք կուզեմ, որ Աստված իրանց համար ողորմած լինի, փառք Տիրոջը, որ այդ ամբողջ չկարողացավ մայր տաճար ներխուժեր, որտեվ ժամերգությունը իրենք ուղակի կխաթարեին, ներսում հայոյանքներ կտային բան, այնտեղ հրմեշտոց կլներ, իրանք ներս չմտան ուղակի իրենց վախենալուց։ Եպիսկոպոսները հայտարարել են, որ հաջորդ անգամ գալու են, որպեսզի մայր տաճարում պատարագ մատուցեն։ Դա հնարավոր համարում եք, վեհափառ հայրապետը կտա իր օրհնությունը։ Մայր տաճարում պատարագ մատուցելը պիտի լինի կանոնական։ Իսկ Տիրադավ կարգավիճակում հայտնված ուխտադրուժ եպիսկոպոսը ի վիճակի չի պատարագ մատուցելու։ Իրենք մայր տաճարում անելիք չունեն, իրենք կարող են միայն զղջումով, ապաշխարությամբ վերադառնալ եկեղեցի եւ եթե վեհապառը իրենց հանդեպ ներողամիտ կլինի, կթողի երբևիցե պատարագ մատուցեն, անկեղծ ասեմ Տիրադավ եպիսկոպոսների մեծ մասը նախկինում էլ այնպես պատարագ մատուցելու ցանկությամբ չի փայլել, հավանաբար հերթական հանձնարարականն է Նիկոլի կողմից մայր տաճարում իրենց պատարագ մատուցել, որտեվ այն հոգևորականները, որ չէին ուզում եկեղեցու կանոններով, կարգերով ապրել ժամանակին, այսօր Նիկոլի հանձնարարականում նույնիսկ Civic-ում են գնում եւ ստուդիայում խաչակնքվում են, փորձում են աղոթել, այսինքն Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն են կատարում եւ տեսանք լկտի վերաբերմունք նաև այնտեղ իրենց ծառայությունը իրականացնող ոստիկանների նկատմամբ, լրագրողների նկատմամբ, որոշ լրագրողներ, որոնք փորձում էին այդ տիրադավների կողմում եղող խմբի մարդկանց մոտենալ, հարցեր տալ, ուղղակի իրենց միկրոֆոնը հրում էին աղջիկներին շատ կոպիտ հատուկ իրենք լրագրող աղջիկների նկատմամբ նաև ագրեսիվ վերաբերմունք ունեին, նկատեցի եւ այս իրավիճակում հասկացա, որ նաև այնտեղ մեծահոգի մեկը կա, հաստատուն մեկը կա, որ վեհապառ հայրապետն էր, աղոթքը ներսում չընդհատվեց եւ վեհապառը բոլորին օրհնելով եկեղեցական թափորով խաղաղ կերպով դուրս եկավ մայր տաճարից եւ այդ հզոր թափորը տեղափոխվեց վեհարան եւ այնտեղ էլ ամենհայի սրտից բխած աղոթքով ավարտվեց օրվա։ Հնարավոր է, որ մայրաթոռի շուրջ այս ցնցումները, հետագա ցնցումները կանխելու համար վեհապառ հայրապետը թողնի կաթողիկոսական գահը։ Վեհապառ հայրապետը կաթողիկոսական գահը որևէ դեպքում չի թողնելու։ Վեհապառ հայրապետը, ինչպես մեր շատ սիրելի Հովնան Սրբազան ասեց, Արարատ լեռան նման հաստատուն է։ Վեհապառ հայրապետը պիտի շարունակի իր աստվածահաճո առաքելությունը եւ ուխտապահ հոգեվոր դասը բարեպաշտ ժողովուրդը վեհապառ հայրապետի կողքին են եւ վեհապառ հայրապետը չի կարող գա թողնել հարբած փողոցային խուժանին եւ եկեղեցին սու կյանքը կավարտվի, եթե վեհապառ հայրապետը այս պահին իր դիրքում հաստատուն չլինի եւ տեսնում ենք մենք ունենք հզոր վեհապառ հայրապետ, որ ամուր կերպով, անսասան կերպով եկեղեցին առաջնորդում է եւ իրագործում է եկեղեցին իր հոգեփրկչական կարևոր առաքելությունը։